աճ, ինչը նույնպես խոսում է արդյունավետության մասին եւ անշնչում վարչարարության ուղղության բարեփոխումների անշեղ ընթացքի մասին։ Մյուս կարևոր գործոնը մեր կարգապահության բարձրացումն է հարկվճարողների մոտ եւ ստվերի նվազումը, որը չափում ենք մի քանի ցուցանիշներով։ Նախ առաջինը հաշվարկային փաստերի եւ ՀԴՄ կտրոնների քանակը, կնկատեք, որ եւ քանակը եւ դրանց գումարը երկնիշ բարձր աճեր ունեն 18% եւ մոտ 15%, եթե հասույթներին նայենք, ելի նույն տրամաբանությամբ երկնիշ բարձր աճեր են, բայց այստեղ ավելի հետաքրքիր է անկանխի գործակները, որոնք անշեղորեն մեծանում են մեր գործակների մեջ, ունենք քանակի 51.4% աճ եւ հասույթների 30.6% աճ, եւ սրանք բոլորը առաջանցիկ են մեր տնտեսական զարգացումներից, ինչը նույնպես խոսում է վարչարարության արդյունավետության եւ ստվերի դեմ պայքարի արդյունավետության մասին։ Հիմա երբ որ դրանք վերածում ենք կշիռների, կտեսնեք այստեղ այս այգում մեր մոտ անկանխիկի դերը անշեղորեն գնալով մեծանում է, թե քանակների մեջ, թե հասույթների մեջ, եւ քանակի մեջ հասել է 29.5%-ի, հասույթների մեջ 37.4%-ի։ Ընդ որում սա բոլոր գործակներին չի վերաբերում տնտեսության, այլ այն գործակներին, որոնք հատկապես վերաբերում են առք ու վաճառքին, եւ մյուսը չգրանցված աշխատողների բացահայտումներն են, անցած տարի 25 թվականին 2756 չգրանցված աշխատողներ են հայտնաբերվել, որը մոտ 700-ին մոտ քանակով մեծ է 2024 թվականից։ Մյուս գործիքը, որի մասին պարբերաբար շարունակումներ են լինում, ու այստեղ ուզում եմ կարևոր բացահայտումներ անել ձեր համար, մեր օպերատիվ գործողություններով ստվերի դեմ պայքարն է։ Այստեղ ունենք բավական մեծ բացահայտումներ, ստվերային շրջանառությունը 263 միլիարդ, որը 44%-ով բարձր է 24 թվականից, թաքցված արկը 124 միլիարդ, որը 29%-ով է բարձր 24 թվականից, եւ վերականգնումները 37 միլիարդ, որը 4%-ով է բարձր։ Ընդ որում ուշադրությունը այստեղ շատ կարևոր է, մենք քանակը նվազեցրել ենք, այսինքն օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը 22%-ով նվազել է, եւ մյուս կարևոր որակական էական բարելավումը նա է, որ մենք թվային հետախուզության գործիքների դերն ենք անշեղորեն բարձրացրել, եթե 24 թվականին մեր օպերատիվ հետախուզական միջոցառումների մեջ մոտ 7%-ն էր թվային հետախուզության գործիքներով բացահայտումները, հիմա մենք ունենք մոտ 40% այդ ամբողջ թվականակի մեջ, ինչը նույնպես նշանակում է այդ համատաբար կոշտ գործիքի մեջ փափուկ եւ խելացի գործիքների կիրառում։ Էական առաջընթաց ունենք նաեւ մաքսային վարչարարության ցուցանիշների մեջ եւ այստեղ հատկապես կուզենամ առանձնացնել մի քանիսը։ Նախ նշեմ, որ զննվող դեպքերի կշիռը մեր ընդհանուր զննումների մեջ իջել է հասնելով 4.8%-ի, որը միջազգային ստանդարտներին համահունչ է։ Ինքնաշխատ բաստող նման համակարգի ներդրման արդյունքում մեր ներմուծումների 8%-ը եւ ավել ինքնաշխատ է բաստողնվում, եւ մյուս կարևոր ցուցանիշը, որը էական առաջընթաց է գրանցել, դա կանաչ ռիսկի մակարդակն է, այսինքն մեր բոլոր գործակներով կանաչ ռիսկերը, որոնք որևէ զննում չեն ենթադրում եւ բավական կարճ ժամանակում բաստողում են ենթադրում, 16.6%-ային կետով աճել են, ինչը նշանակում է 70%-ից ավելը մեր գործակների կանաչ ռիսկով են անցնում, սա նույնպես էական բարեփոխումների հետևանք է, որի մասին առիթ կունենամ խոսելու։ Իհարկե, այս ցուցանիշները ամփոփ էին, մենք առանձին դրվագներով էական բացահայտումներ ունեցանք 2025 թվականին, նշածս նաեւ թվային հետախուզության գործիքների կիրառման արդյունքում, ես հնչեցրել եմ սրա մասին, մենք մեծ սերվեր բացահայտեցինք, մոտ այս պայդրությամբ գնահատված մոտ 31 միլիարդ ստվերային շրջանառությամբ 10 միլիարդից ավել հարկով, եւ այստեղ յուրահատուկ ձևով աչքի ընկավ դեղատնային ոլորտը, ունեցանք նմանատիպ խոշոր բացահայտումներ նաեւ սպորտային ակումբներում, ինչու՞ չէ նաեւ մեր համալիր ստուգումներում, եւ այս խոշոր բացահայտումները կանխարգելում են հնարավոր խոշոր կարգապահության խախտումները, հնարավոր խախտումները եւ հանցագործությունները, որոնք որ դրսեւորվում են իրականության մեջ։ Նույն պատկերն է նաեւ մաքսային մասով, շատ էական բացահայտումներ ունեցանք ուսումնասիրելով տրանսպորտային միջոցների պրակտիկան եւ բացահայտեցինք շուրջ 250 տրանսպորտային միջոցներ, որոնք ապօրինի տեղափոխվում էին Հայաստանի Հանրապետություն, 38 օրինակ կեղծ վկայականներով էին տեղափոխվում, բայց սա այդքանը չէ միայն, մենք սահմաններին ունեցանք էական մեծ բացահայտումներ, հատկապես մաքսանենգության դեպքերի, օրինակ
166 կիլոգրամ հերոին ագարակի ցամաքային կետում կամ 1145 տոննա դիզերային վարեք, որի 3 անգամ գրեթե մեծ է 24 թվականից եւ այսպես շարունակ բազմաթիվ են դեպքերը, որոնք նույնպես խոսում են